Բարի օր սիրելիներս, այսօր պատրաստում ենք լորի ձվով առողջ սնունդ վարսակի փաթիների հետ։ Մեզ անհրաժեշտ է ամբողջական վարսակի փաթիներ կամ եթե ցանկություն կա, կարող եք վերցնել աղացած փաթիները։ Կարող ենք նաև երկուսն իրար հետ վերցնել։ Առաջինը թավայում ավելացնում ենք նախ ամբողջականը, տաքացրած թավայում ավելացնում ենք ամբողջական վարսակը ու բովում ենք։ Քիչ բովելուց հետո նոր ավելացնում ենք նույն վարսակը աղացած վիճակում։ Կարող ենք միայն դա անել, կամ նա անել, կամ երկուսը միասին։ Նայեցում ինչպես է դուր գալիս։ Ուղղակի ամբողջական փաթիներով մի քիչ տեսքը սիրուն չի լինում, իսկ մանրով սիրուն է, նայած ըստ ճաշակի։ Լավ բովում ենք, ավելացնում ենք ձիթայուղը։ Միշտ ապակվում է վարսակը, մենք ջարդում ենք լորի ձվերը։ Ջարդում ենք ձվերը։ Հարմար չեմ ձեռքով։ Ոյ, ասեք ես ջարդեմ նոր նկարը։ Այս բոլորը ջարդելուց հետո դանակով անգամ խփում ենք, ուղիղ չի ջարդվում։ Շատ ամուր է կեղևը։ Հարելուց հետո ամբողջը ավելացնում ենք աղ, պղպեղ, իսկ մինչ այդ արդեն բովել է վարսակի փաթիները, ավելացնում ենք ձիթայուղ ու հետո հարած ձուն հավքիթն ենք ավելացնում։ Շատ է բովել, բայց նայածում ինչպես է դուր գալի, կարող եք դուք քիչ բովել։ Քիչ էլ ավելացնենք ձիթայուղը, շատ չեմ սիրում, բայց ոնց որ շատ եղավ։ Տարածվելուց հետո ավելացնենք ձուն հարած ու համեմված։ Այժմ ավելացնում ենք ձուն, նաև ասեմ շատերը վարսակը շատ են լցում, ես սիրում եմ համասեռ, որպեսզի քիչ գույնավոր լինի, կարմիր պղպեղ ևս ավելացնում ենք և քիչ կծվայնություն ունի։ Ավելացնում ենք նաև ցանկացած պանիր թեկուզ փշրված տեսքով։ Կրկին կախվածով է շատ ինչը սիրում։ Կարող ենք պանիրը ավելի շատացնել, որպեսզի աղ քիչ գցել։ Այդ դեպքում մարդկա ընդհանրապես աղ պետք է չգցի, որպեսզի աղերությունը չապահովի։ Այն մարմանդ կրակի վրա հալչում է պանիրը փակ վիճակում և ընդամենը մի քանի վայրկյան և այն պատրաստ է։ Այն պատրաստ է, հիմա կհամտեսենք։ Ցանկացողը կարող է կանաչի ավելացնել, ես այսպես եմ սիրում։ Կավելացնենք զարդարված ափսեի մեջ,
Կա համտեսենք սև հացով։ Արդեն ուտեստը պատրաստ է, մնացել է համտեսենք։ Շատ համեղ է, ամեն ինչը տեղը, փորձեք, շատ համեղ է, կարող ենք ավելացնել նաև բուժիչ սերմերը, ընդամենը չիայի սերմն է անհրաժեշտ, մի պտղունց օրեկան, դուք լուրջ խնդիրները կլուծեք, ավելացնում ենք քունջուտի սպիտակ կամ սև սերմը, այս պահին սպիտակն ենք ավելացնում, որ սևի հետ համադրելի լինի, նայեք կարող եք խլոպյայի հատիկներ ավելացնել, որպեսզի վարսակելի հատիկներից, որպեսզի հասկացվի ինչ է մեջ պարունակում և գեղեցիկ է և օգտակար։ Ավելացնում ենք նաև կտավատի սերմը։ Ծանոթ եք, ծանոթացեք, շատերն ասում են ցույց տվեք, որ տեսնենք դա ինչ սերմը, ցույց եմ տալիս 3 տեսակի սերմերը։ Որպեսզի ավելի համող լինի և մի քիչ կարմիր գույն ավելացնենք, ցանկացողը կարող է նաև լոլիկով օգտագործել, բայց ես ավելի օգտակար բան եմ օգտագործում սիլուրոն սոկի բաղադրությունը, որը կա մեջ փոքրիկ սաշիներ և սա բացում եմ և փոշին լցնում եմ վրան։ Այն բացեցի և պարունակությունը ավելացնում եմ համեմունքի պես և օգտակար ուտեստը վայելում։ Սա էլ սիլուրոն սոկը, այն ուտում եմ։ Ավելի համեղ կլինի։ Դա չկպած բրանից համն զգացի։ Կարևորը գիտես ինչ օգտակար է և զգում ես բոլորի համադրությունը միասին։ Առողջ եղեք, փորձեք, ինչ հնարավոր է ձեռքի տակ, ինչը չկա, կարող եք չավելացնել, բայց սիլուրոն սոկը հրաշք տեսականի է, որ ոչ թե սոկ սարքեք խմեք, այլ հենց իր փոշին համեմենք առողջ սնունդի հետ և օգտագործեք։ Առողջություն բոլորիդ, կարող եք գրանցվել իմ յութուբյան ալիքին, բուսաբուժում Գարունիկ Ալեքսանյան և կտեղեկանաք հերթական տեսանյութերին ևս։ Լայքեք, պատվիսացիա եղեք և մնացեք մշտականի մեջում։ Շնորհակալություն։